Բարև ձեզ։ Բարի գալուստ մեր տուն։ Իրականում մեր օֆիսը մեր համար տուն է, եւ մենք իհարկե տարանջատումը տուն եւ օֆիս մի քիչ մեզ համար sense բան է, հա, որովհետեւ տնից դուրս ես գալի գնում ես տուն, տնից դուրս ես գալի գնում ես մյուս տուն, ու շատ ոնց որ ուրախանում ենք, երբ որ sense մարդիկ են հավաքվում մեզ մոտ, մանավանդ այսքան հարազատ դեմքեր։ Open up-ը նոր ձևաչափով եմ այսօր ձեզ ներկայացնելու, դրա համար իրան sense երկար մտածելուց հետո իր անունը դրեցինք HR Open Up, որովհետև այն մարդիկ, ովքեր տեսել են նախորդ Open Up-երը, գիտեն, որ ես միշտ մեկ հյուր եմ ունենում եւ իրան բացահայտում եմ շատ երկար եւ տանջալի ձևով։ Հիմա տանջելու եմ ձեզ բոլորիդ։ Պատրաստ եղեք, որ տանջելու եմ ձեզ բոլորիդ, որովհետև ձևաչափա, որ ենթադրում է, որ մենք շատ հարցեր ենք տալու, շատ կարծիքներ ենք հայտնելու, վերաիմաստավորելու ենք լիքը բաներ, բայց միաժամանակ սա դեբատ չի, այ ոնց որ ուզում եմ այդ ուղերձը ոնց որ տամ ձեզ, որ սա չի լինելու դեբատ, այլ ուղղակի վերաիմաստավորման ինչ որ sense մի քանի րոպե, որը որ կախված է իհարկե մեզանից ինչքան կտևի, որովհետև լինելու է այնքան, ինչքան որ թեման սպառվի, հա, մեր բոլորի կողմից։ Մի փոքր ձևաչափի մասին ասեմ։ Նախ չենք խոսալու այն բաների մասին, ոնց է ընդունված կամ ոնց պիտի լինի, հա, ուզում եմ դիրքորոշում տամ ի սկզբանե, այլ ավելի շատ ինչն է իրականում աշխատում։ Ելնելով մեր փորձից, ելնելով այն ամենից, ինչ որ կա մեր կյանքում, որտեղ դասագրքային բաները մենք կարող ենք ինքներս կարդալ առանց իրար գլուխ հավաքվելու, իսկ իրական կյանքը շատ հաճախ տարբերվում է դասագրքերից, հա, բոլորս էլ կարդացած ենք, գիտենք, որ ինչքան խելոք բաներ են գրված տարբեր գրքերում։ Այդ առաջինը, երկրորդը, ձևաչափը ինչ ձևի է լինելու, ես ամեն հանդիպում ունենալու է իր կոնտեքստը, այսօրվա կոնտեքստը մեր մոտիվացիան է, եւ ես ընդհանուր ոնց որ համատեքստը կտամ եւ հարց կուղեմ ձեզ։ Հարցը ուղղելուց հետո այն մարդիկ, ովքեր ուզում են պատասխանել այդ հարցին, ձեռքը բարձրացնեն, բնականաբար մի հոգու եմ հրավիրելու, բայց դա չի նշանակում, որ մենք բոլորս չենք մասնակցելու, որտեղ շատ են գնալու։ Այն մարդուն, որ կհրավիրեմ, կգա կվերցնի միկրոֆոնը, շատ կարևոր է միկրոֆոնը մոտիկ պահել, թե չէ Սոնան հետո կասի չստացվեց ձայնագրությունը։ Կվերցնի միկրոֆոնը եւ ամենակարևորը, որ ինքը պետքա պատասխանի այդ հարցին մեկ նախադասությամբ։ Ընդ որում չենք խորամանկում, որովհետև ես ունեցել եմ բազմաթիվ փորձեր ոչ Հայաստանում, բայց դե մարդիկ նույն ձևի են, չէ, ամենտեղ, երբ որ մի քանի նախադասություն միացնում են իրար եւ ասում են սա մի նախադասություն էր։ Այդ բազմակետ, ստորակետեր, բացականչական նշաններ եւ բութեր եկեք չդնենք, փորձենք պատասխանել մեկ նախադասությամբ, ամփոփ նախադասությամբ բնականաբար, ոչ բացականչական նշանով, ու ոչ այդքան կարևորը ինչ եք դուք պատասխանում, ինչքան կարևոր է ձեր պատասխանի կոնտեքստից ելնելով, որն է լինելու ձեր հաջորդ հարցը։ Այսինքն դուք պատասխանում եք մեկ նախադասությամբ, հետո հարց եք ուղղում աուդիտորիային, ձեր ասացի կապակցությամբ ինչ հարց է ձեր գլխում ծագել, հա, ու էլի ձեր են բարձրացնում մարդիկ, էլի հրավիրում ենք, երկրորդ մարդը գալիս է նստում է արդեն ստեղ, իրան մենք փոխանցում ենք միկրոֆոնը, այս մարդը գնում է նստում է ոնց որ հետ, ու արդեն հաջորդն է պատասխանում հարցին, ու էլի հարց ուղղում աուդիտորիային։ Բնականաբար սա պետք է լինի շատ դինամիկ ու շատ արագ, որովհետև եթե ոնց որ կմկմանք, երկար-բարակ մտածենք, իհարկե ոնց որ չեն կարող առանց մտածելու խոսանք, բայց ոնց որ արագությունը շատ կարևոր է, որպեսզի հետաքրքրությունը պահվի, հա, ու դինամիկությունը պահվի։ Մի փոքր կանոնների մասին, պարզա չէ մեխանիզմը։ Մի փոքր կանոնների մասին, առաջինը մենք ընդունում ենք ի սկզբանե, որ բոլոր կարծիքները տեղ ունեն, այսինքն մենք չենք վիճում իրար հետ, ընդհակառակը մենք կառուցում ենք մտքի շարունակություն։ Երկրորդ կարևոր բանը, մեկ նախադասություն, ժողովուրդ, մեկ նախադասություն, մեկ հարց։ Եվ այդ հարցը պետքա կապված լինի կոնտեքստի հետ, այսինքն ձեր ասած նախադասության հետ, ոչ թե մի բան ասեցի, բայց ուրիշ հարց ունեմ, հիմա մի րոպե այդ ուրիշ հարցի շուրջ խոսանք։ Երրորդ կարևոր բանը, որ
արագ ենք փորձում այս ամենը անել եւ մասնակցում ենք բոլորս, որտեվ եթե ուղակի նստեք, լսեք, հետաքրքիր չի լինի, հա, այսինքն եկեք փորձենք այնց անենք, որ բոլորը մասնակցեն։ Բնականաբար դա չի նշանակում, որ մի հոգին մի անգամ է խոսալու, բայց նաեւ նշանակում է, որ պետքա փորձենք բոլորին հնարավորություն տանք իրենց կարծիքը հայտնելու։ Հիմա, այսքանը կարծես թե պարզ է, հիմա անցնեմ ոնց որ բուն թեմային։ Սկսենք։ Մոտիվացիայի վերաբերյալ ինչի հենց այս թեման վերցեցի, որտեղ սրա շուրջ բոլորը կարող են խոսել եւ բոլորիս կյանքում կա այդ մոտիվացիոն տարը, սկսած նրանից մենք մոտիվացված ենք թե ոչ, վերջացած նրանով արդյոք մեր աշխատողները մոտիվացված են թե չէ, հա։ Այս վերջին երևի կես տարում ինչքան հարթակ գնացել եմ, լինի դա միջազգային հարթակ, լինի ոնց որ հայկական շուկայում, լինի դա Միջին Ասիայում, նույն ասենք մեր եղբայրական Վրաստանում, ամենտեղ մարդիկ ասում են, որ մոտիվացիան մի տեսակ փոխվել է մարդկանց մոտ, հա։ Իհարկե շատ են խոսում սերունդների մասին, իհարկե շատ են ոնց որ ծեծված արդեն թեմա է տարբեր սերունդներ ոնց են մոտիվացնում, մեկին հեքիաթ է պետք, մյուսին խաղ է պետք եւ այլն, բայց ոնց որ նույնիսկ սերունդները այդքան կապ չունեն, ինչքան ուղակի ելնելով են ամբողջ ստրեսից, այն բոլոր փոփոխություններից, AI-ից, ու այն ամեն ինչից, ինչ որ կատարվում է աշխարհում, մի տեսակ մարդկանց մոտ ինչ որ բան է ճտացել, ու ինչա ճտացել, ոչ ոք չի հասկանում, համենայն դեպս լիքը հոգեբաններ փորձում են հասկանալ ինչա փոխվել, հա, մոտիվացիոն դաշտում։ Մի քանի հետազոտություններ, որ կարդում ես, չգիտեմ, նույն Deloitte-ը կամ Microsoft-ի հետազոտությունները, ինչ որ ասում են, որ եթե առաջ մենք խոսում էինք, որ պետքա կառուցել համակարգ, որպեսզի մարդուն մոտիվացնես, ճիշտ համակարգ, հա, որ ճիշտ նշանակակետին խփես ու մարդը մոտիվացրած լինի եւ այլն, հիմա կարծես թե ամեն ինչ փոխվել է եւ ինչ համակարգ ուզում ես կառուցի, արդյունքում մարդիկ իրանք են որոշում, որ գործատուի մոտ գնան եւ ծախսեն իրանց էներգիան։ Ու այդ էներգիա բառը գնալով ավելի շատ են օգտագործում, որ խոսքը ես ուզում եմ իմ էներգիան քո ընկերության վրա ներդնել, թե չեմ ուզում, հա։ Մի տեսակ այդ դեպի ներքին ոնց որ սենց ավելի շուտ որոշում, իմաստ, ով եմ ես, ինչ եմ ուզում եւ ում եմ ես պատրաստ իմ էներգիան տալ, ոնց որ այդ կտրվածքով է, հա, քննարկվում միջազգային հարթակներում մոտիվացիան։ Ինչևից է ես ինքս պատասխանը չունեմ, համոզված եմ դա այն թեման է, որտեղ մենք ինքներս պատասխան չունենք, բայց եկեք մի քիչ փնտրտուք անենք, հա, այսօր եթե դեմ չեք։ Ուղեմ հարցս որն է այսօրվա մոտիվացիայի բանաձևը։ Ըստ ձեզ, ով է ուզում արտահայտվի։ Արիան ջան։ Բարև ձեզ։ Բարև։ Ոյ, բարդ է մի նախադասությամբ իրականում պատասխանելը, բայց այն որ մի անգամից մոտս ծնկած այս բան ինձ համար, դա աշխատավայրում ինքնաարտահայտման հնարավորությունը եւ գնահատված գալը։ Կոնկրետ այս պահին ինձ համար մոտիվացիան դա է։ Ինքնաարտահայտում եւ գնահատված գալը։ Եվ այդ կոնտեքստում հարցը, որ ուզում ես ուղես քո գոլեգաների, ինձ հիմա հետաքրքիր է, արդյոք ձեզ համար, հա, ոնց եք դուք ինքնաարտահայտվում աշխատանքի վայրում ու այդ գնահատման պահ ոնց եք զգում, որ դուք գնահատված եք։ ինչպես եք դուք ինքնաարտահայտվում եւ զգում, որ դուք գնահատված եք։ Խնդրեմ։ Ողջույն բոլորին։ Ողջույն։ Գնահատված լինելը եւ ինքնաարտահայտվելը առաջինը ես զգում եմ լռության մեջ, լռելով, երբ որ լռում ենք շատ բան ենք գիտակցում, եւ գնահատված լինելը էներգիայի, ճիշտ էներգիայի փոխանակմամբ, երբ որ դու նայում ես մարդուն եւ էներգիան զգում ես, վայբը զգում ես։ Հիմա իմ էներգիան զգում եք։ Միշտ։ Հարցը։ Որտեղից եք ոգեշնչվում։ Դավիթ, որտեղից եք ոգեշնչվում։ Ոգեշնչումը ինձ ընդհանրապես խնդրեմ է ու կարծում եմ աշխարհի շարժիչ ուժն է խնդրեմը, եթե չլինի խնդրեմ չկա շարժում։ Եվ իմ հարցը ուզում եմ ուղղել, քանի որ թեման գնաց ոգևորման հետ, արդյոք կարծում եք, որ ոգևորությունը նույն մոտիվացիան է, թե ոչ։ Արդյոք ոգևորությունը նույն մոտիվացիան է, թե ոչ։ Բաց հարցեր ուղակի տանք, հա, Դավիթ ջան։ Ավելի բաց։ Բաց, ոչ թե այո, ոչ, որտեվ կգան կասեմ ոչ։
Կամ կասեն հա։ Արդյոք լավ, ըստ ձեզ, եթե ոգևորությունը մոտիվացիան է, այդ դեպքում ինչպես եք մեկնաբանում այն, որ սպորտը ամենաստրեսային ու ամենատհաճ process-ներից մեկն է եւ այնտեղ մենակ հաճելի է վերջը մեդալ ստանալը։ Ընթացքում process-ը ոչ միշտ է հաճելի, որովհետեւ պկանները զարգացնում, ստրես է ապրում, դժվարություններ եւ այլն եւ այլն։ Լավ, մի նախադասություն անցանք, ով ա ուզում արտահայտվի։ Սպորտը վերջնարդյունքը մոտիվացնում է, process-ը ոչ, խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Ողջույն։ Ողջույն։ Իրականում կարծում եմ, որ սպորտը այդքան մոտիվացիա չի, որքան դիսցիպլինա, որովհետև այո, արդյունք ունես միայն այն ժամանակ, երբ դիսցիպլինա ես պահպանում։ Ըստ այդմ Դավիթի պատասխանը ոչ, ոգևորությունը մոտիվացիա չի ինձ համար, եւ հարցս ինչպես է կարծում, մոտիվացիա թե դիսցիպլինա։ Մոտիվացիա թե դիսցիպլինա։ Եվ ինչու։ Էմա։ Եվ ինչու, հա, որ այո ոչ չլինի։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Բարև Էմա ջան։ Հարցը ոնց ձևակերպեցիք։ Մոտիվացիա թե դիսցիպլինա։ Երկուսն էլ։ Հարց, այ հիմա մեկնաբանի։ Դե ասացի, նույն երևույթի երկու տարբեր եզրերը չեն, մեկը մյուսին չի հակասում, դրանք դիլեմաներ չեն, versus-ներ չեն եւ լրիվ հավանական է, որ կարող են միաժամանակ լինել նույն տեղում, նույն մարդու էներգիայի մեջ։ Իսկ հարցս կա արդյոք դեմոտիվացիա, թե դա միֆ է։ Ես մի հատ ամփոփեմ, մոտիվացիան եւ դիսցիպլինան իրանք միաժամանակ մի մարդու մեջ են եւ արդյոք կա դիսմոտիվացիա հասկացողություն։ Հա, շնորհակալություն, ով ա ուզում պատասխանի։ Խնդրեմ։ Ես կարծում եմ, որ դեմոտիվացիա իրականում կա, դա կապված է նույն մոտիվացիայի հետ, երբ որ նույն լռության մեջ կամ փոխանցվող էներգիայից դու կարող ես դեմոտիվացվել կամ մոտիվացվել, այլ բանա թե ոնց ես հսկողություն սահմանում ինքդ քո վրա, որ կարողանաս դեմոտիվացիայից դուրս գալ։ Վերջակետ։ Ինչն է առաջադեմ կազմակերպություններին դեմոտիվացնում կամ ոնց է լինում, որ առաջադեմ կազմակերպություններ, որոնք շփվում են առաջադեմ կազմակերպություններ, այլ կազմակերպությունների հետ, որոնք ունեն ամուր համակարգեր, սկսած փոփոխությունները, առաջադեմ փոփոխությունները կիսատ թողնում եւ կեսից հիասթափվում, ինչն է այստեղ մոտիվացիայի պակասի պատճառը ամենամեծ։ Հետաքրքիր է, Աննա։ Ողջույն բոլորին, այստեղ նորից գալիս ենք այդ դիսցիպլինայի հարցին, որովհետև եթե դու գործը թողնում ես կիսատ, ուրեմն մոտիվացիադ այդքան էլ ի սկզբանե շատ չէր ու ավելի շատ քեզ բացակայում է դիսցիպլինան, որովհետև եթե դու ունես վերջակետ հարց, այդ դեպքում ոնց զարգացնենք մեր մեջ դիսցիպլինան։ Ինչպես զարգացնենք դիսցիպլինան, ժողովուրդ մեր մեջ։ Ով ա ուզում պատասխանի։ Խնդրեմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պատասխանը շատ պարզ է, գտնել քո սերը։ Հարցը։ Կյանքի երկրորդ կեսը նկատի ունեք։ Չէ, քո առհասարակ սերը, այսինքն առաքելություն, եթե դիտվում է որպես առաքելություն քո գործը, գտնել քո սերը, դա բավական է դիսցիպլինար դառնալու համար, որտեղ ցանկացած գործառույթի մեջ դու փնտրելու ես դա։ Վերջակետ։ Փնտրելու ես դա։ Հարց։ Պետք է ասոցացվի անպայման։ Անպայման։ Մենակ չասեք, դուք գտել եք ձեր սերը։ Չնայած էլի լավ հարց է, հա, լավ հարց է։ Ինչպես է արտահայտվում այդ սերը կոմունիկացիայի մեջ, բայց թիմի կոմունիկացիան, ասած, եթե HR բաժինա, HR բաժնի անդամների կոմունիկացիայի մեջ, ինչպես է արտահայտվում։ Իրար մեջ, թե աշխատողների նկատմամբ։ Իրար մեջ։ Այսինքն ֆիդբեքի մշակույթ, չգիտեմ։ Ինչպես է արտահայտվում սերը, այսինքն այն, որ դու քո կյանքի գործը գտել ես, թիմում։ Չէ։ Մի հատ այնպես ձևակերպենք, որ շոշափելի սերը,
գալիս է քո անձնական ինչ-որ գործողություններից, քո ընտրած դիսցիպլինայից, իսկ ինչն է, որ կոմունիկացիայի մեջ քեզ այդ սերը նույնպես դարձնում է շոշափելի։ Ոնց է դա արտահայտվում կոմունիկացիայի մեջ, որպես շոշափել։ Կոմունիկացիան ոնց է նպաստում, որ կոմունիկացիան է նպաստում, որ այդ սերը դառնա շոշափելի։ Որ կոմունիկացիան է նպաստում, որ այդ սերը դառնա շոշափելի։ Ես շատ վատ բաներ եմ հիմա մտածում, բայց Կոնկուրենցիա։ ով է ուզում, արի։ Առաջինը մի փոքր ուրիշ բան եմ ուզում պատասխանել, Հա։ բայց պարզ կասեմ։ Հա։ Լինել պարզ, բաց եւ շփվել ազատ, ազատ, բայց բաների մեր սահմաններում։ Հասկանում Նկատի եմ։ ունեմ շփումը պահել բաց եւ անկաշկանդ Լավ։ եւ ազնիվ։ Լավ, հարց աուդիտորիային, ընդհանուր կոնտեքստը չմոռանանք, Բոլորին։ ընդհանուր թեմայի կոնտեքստը չմոռանանք։ Իհարկե, HR-ներին է բոլոր աշխատակիցն է։ Ընդհանուր կոնտեքստ։ Ինչքանով է բարդ Ահա։ լինելով HR, լինել պարզ եւ բաց իր աշխատակիցների համար։ Այ շատ լավ հարց է։ Արինուշիկ ջան։ Ողջույն բոլորին։ Կարծում եմ տարբերություն չկա ընդհանրապես ինչ մասնագետ է եւ պարզ ու բաց լինելը կապված է ով ես դու ու ինչ արժեքներով ես մտել ընկերություն։ Ու դու ինչ արժեքներ ունես, հա։ Այո, եթե քո անձնական արժեքներին չի Վերջակետ։ հակասում, շատ հեշտ է լինել։ Վերջակետ, հարց։ Եղել են դեպքեր, երբ պարզ ու բաց լինելը խանգարել է աշխատանքում։ Արի Էմա ջան։ Էմա ջան։ Այո, եղել են, բայց քանի որ փակ հարց է ու հնարավորություն ունեմ մեկնաբանելու, չէ՞։ Իհարկե, ահա։ Եղել են այն ժամանակ, երբ որ ինքդ նաստրոյի մեջ չես ու հարցը առաջանում այդ ժամանակ լինել ազնիվ թիմիդ հետ ու ասել, որ դու այս պահին այդքան էլ մոտիվացված չես, թե շարունակել խաղալ այդ խաղը, որ ցույց տալ, որ ղեկավարները միշտ լինում են մոտիվացված։ Այն բաներից է, որ HR-ն էլ է մարդ, ինքն էլ է մեկ-մեկ դիսմոտիվացվում եւ լավ հարց։ Հարցս հենց այդ է, ոնց է պետք լինել, անկեղծ ազնիվ, թե մնալ ղեկավարի ենթադրելի կերպարի մեջ ու մնալ միշտ ուժեղ։ Մնալ միշտ ուժեղ, թե մնալով կերպարի մեջ, թե այնուամենայնիվ մնալ բաց, հա։ Անդե մի հատ նայեմ հետևները մարդ կա, որ ուզում է պատասխանի, ահա, համեցեք, հա, Անջան, դեղել ես արդեն։ Կարծում եմ ղեկավարի դերը շատ կարևոր է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ու ազդեցությունը բավականին մեծ է, ուստի ինձ թվում է կարելի է որոշ ժամանակ դերակատարում վերցնել, որտեղ ավելի ազդեցությունը ավելի ուժեղ է լինում տարածվող։ Վերջակետ։ Վերջակետ եւ հարցը Հոգու ճիչ կա, ինչ որ հարցադրման տեսքով։ Մենք ընդհանուր մոտիվացիայից ենք խոսում։ Նյութական թե ոչ նյութական մոտիվացիա։ Նյութականն է կարևոր, Կարևոր թե եւ ինչու երևի, որպեսի բաց լինի, հա, պատասխանը։ Ով է ուզում պատասխանի։ Բարև ձեզ։ Բարև։ Ինձ համար մոտիվացիայի մեկ ընդհանուր համակարգ մոտեցում չկա, դա մարդու սրտի բանալին գտնելու մեջ է։ Նա ինչ հետաքրքիր է, սիրուն է։ Ով է ամենամոտը հարցը, հա, ով է ամենամոտը գտնվում HR ղեկավար եւ այլն, հա, այդ շղթայի մեջ։ Մարդու սրտի բանալին եւ նաեւ իր մոտիվացիայի աղբյուրը գտնելու հարցում։ Նորից կրկնեք հարցը։ Հա, ընկերության մեջ, կորպորացիայի մեջ ով է այն մարդը, ով որ ամենամոտն է այդ սրտի բանալին գտնելու մեջ։ Արիաննա ջան։ Միանշանակ մեկ universal պատասխան չկա այդ հարցին, դա HR-ն անմիջական ղեկավարն է, ամեն ինչ կախված է անձից, մեկ անձը կարա peer-ը լինի։ Բացարձակ կարևոր չի, ուզում եմ ասել անձը, անկախ թե ինչ դիրք է զբաղեցնում ընկերությունում, ինքը հենց կարող է լինի այդ բանալի գտնողը։ Հարց։ Իսկ ո՞նց գտնենք այդ բանալին։ Ինչ ուղիներով։ Լավ հարց է։ Ինչպես գտնենք այդ բանալին, ժողովուրդ։
Ով է ուզում պատասխանի, ինչպես գտնել այդ բանալին։ Այնտեղ վերջում։ Հա, միջև խոսած կգա, բարև։ Իմ կարծիքով ցույց տալ, թե ընկերությունը ինչ արժեք է ստեղծում, դրանով էլ գտնել սրտի բանալին։ Հարց. Որն են ընկերության արժեքները ըստ ձեզ։ Որ ընկերության։ Ընդհանուր, որտեղ աշխատում են, արժեքները։ Ինչպիսին պետք է լինեն արժեքներ։ Պետք է լինեն արժեքները։ Ինչպիսին պետք է լինեն արժեքները ընկերությունում։ Արիան ջան։ Բարև ձեզ։ Բարև Անա ջան։ Ինչպիսին պետք է լինեն ինձ համար առաջնայինը, որ լինի ազնվության հիմքերով։ Հարց չէի մտածել, բայց հիմա Վերջակետ դրիր արդեն, հա։ ազնվությունը իմ համար այո, համար առաջինն է եւ կախված իհարկե կազմակերպության տեսակից կարող է նաեւ հաճախորդակենտրոն լինել, բայց առաջնահերթ դա է, իսկ հարց ազնիվ ընդ որում քո աշխատողների ամբողջ ամեն ինչի նկատմամբ մարդակենտրոն եւ հաշվի առնող։ Նույնիսկ ազնվորեն ասես ես վատ ընկերություն եմ, չէ՞, ինքդ քեզ։ Երբ կա նման խնդիր, այո, ինչու՞ չէ, երբ կա խնդիր բարձրաձայնի խնդիրը։ Հարց ինչով եք մոտիվացնում ընկերությունում ձեր աշխատակիցներին։ Բոլորը տխրեցին մի տեսակ։ Բացի այն, որ աշխատավարձի բարձրացում է լինում, դա ոնց որ ամենատարածվածն է, բայց այլ հետաքրքիր մոտեցումներ։ Այն վերջերում։ Բարև բոլորին։ Բարև։ Մեր ընկերությունում առհասարակ ամենաառաջին տեղում վստահության զգացողությունն է, որ ունի ցանկացած աշխատակից, բոլորը լսելի են, բոլորի կարծիքը հաշվի ենք առնում ու ցանկացած լեվելի աշխատակից կարա հանգիստ ունենա քննարկում բանավեճ, որը իրանի չի ենթադրելու ոչ մի բացասական հետևանք։ Հարցը ճիշտ ասած չեմ հասցրել մտածեմ։ Դե մտածեք։ Մենք խոսում ենք ինչպիսին է ընդհանուր մոտիվացիայի բանաձևը, ընդհանուր դրա շուրջ էինք խոսում, եկանք հասանք նրան, ինչ եք անում դուք։ Հա, ես հիմա ամբողջ բանն եմ ասում։ Շղթան։ Արդյոք այսօր շատ կարևորում են այդ նույն վստահությունը աշխատավայրում, սերունդների մեջ տարբերությունը արդյոք խանգարում է այդ վստահության մթնոլորտը ստեղծելուն, թե ոչ։ Մի փակ հարց դարավ վերջին, բայց բացեք եկեք այդ հարցը։ Սերունդների միջև եղած տարբերությունը որքանով է խանգարում ստեղծել վստահելի եւ առողջ մթնոլորտ ընկերությունում։ Էլի սերունդն է, չէ, սպասեք, նայենք ով է ձեր հարցին պատասխանում։ Ով է ուզում սերունդներ։ Հա, եկեք։ Եթե բերեմ ավելի իմ օրինակի վրա, ես մեր մոտ հիմնական սերունդների տարբերությունը, հատկապես վերջին շրջանում ավելի Gen Z ենք գնում, բացարձակ չի խանգարում, այլ փոխօգնում է, նույնը երևի շփումների ու դրսի հետ շփումը հնարավորություն է տվել, նաև ոլորտն է հնարավորություն տվել։ Ես կարծում եմ, որ պետք է ուղղակի գտնել այն նույն բանալին, որը կօգնի երկուսին հաղորդակցվել ու ճիշտ արժեք ստեղծել։ Վերջակետ։ Դժվար է, չէ՞ մի նախադասությամբ միտք ամփոփելը, բա։ Հարց։ Ինչպես է գտնում սերունդների միջև այդ բանալին, եթե ունեք նման դեպքեր, ձեր փորձ, դեպք ձեզ մոտ։ Խնդրում եմ նայեք, պատասխանը պակաս կարևոր չի հարցից, հա, հարցը ավելի կարևոր է, քան թե պատասխանը իրականում։ Բարև ձեզ։ Յուրաքանչյուր սերնդի հետ, սերնդի ներկայացուցիչի հետ պետք է հարաբերվել իր լեզվով, իմ կարծիքով։ Հարց։ Ձեր կոնտեքստից ելնելով ինչ հարց եք տալիս աուդիտորիային։ Ինչպես եք մոտիվացնում ավագ սերնդի ներկայացուցիչներին։ Ավագը ես եմ։ Չէ, կարամ ասեմ տարիքային բանը 60+։ 60+։ Այո։ Իրենք արդեն մոտիվացված են, որ աշխատում են,
Արդեն մոտիվացված են, իսկ մի քիչ նախադասությունը երկարացնենք, եթե վերջակետ եք դնում։ Չէ, ես դեռ չդրեցի վերջակետ, ես այնուամենայնիվից հետաքրքիր է, էլի։ Ինչով են մոտիվացված։ Ամենամոտիվացված աշխատակիցները 50 եւ պլյուս աշխատակիցներն են ամեն դեպքում իմ աշխատած բոլոր ընկերություններում։ Վերջակետ։ Ահա։ Հարց։ Մյուս ծերունդին ոնց եք մոտիվացնում։ Որ մեկին։ Զեթերին։ Զեթերին։ Իմ համար զեթերն է։ Զեթերին։ Բացի Աննայից ով է ուզում պատասխանի, կան մարդիկ, որ այնտեղ դուք պատասխանել եք, Արիանա ջան։ Gen Z-երին մեր աշխատակիցները հիմնականում Gen Z են եւ հեռավար աշխատանքը իրենց շատ մոտիվացնում է։ Ուղղակի բարեբախտաբար մեր դեպքում թույլ տալիս է, որ հեռավար աշխատեն։ Ոլորտը թույլ է տալիս, հա։ Ոլորտը այո, թույլ է տալիս։ Հարց այն կարծիքին եք, որ Gen Z-երի հետ շփումը ամեն դեպքում դժվարանում է։ Բաց հարց։ Դժվար է շփվել Gen Z-ի հետ։ Այո, ոչ են ասելու։ Ինչով է դժվար։ Ինչնումն է դժվարությունը։ Ինչումն է դժվարությունը Gen Z-երի հետ շփման մեջ։ Ես կարծում եմ, որ խնդիրը ոչ թե Gen Z-երի մեջ է, այլ յուրաքանչյուր եկող սերունդ մի փոքր դժվար է ընդունում հաջորդ սերնդի փոփոխությունները եւ հակառակը։ Պարզապես պետք է լինել բաց եւ փորձել ըմբռնել ավելի լավ։ Հարց։ Ինչպես անել, որ մեծանալով հանդերձ Ծերանալով հանդերձ ես կասեի։ Իմաստնանալով հանդերձ, այո, ավելի լայնախոհ դառնալով հանդերձ, չդառնալ կարծրացած եւ փորձել հնարավորինս բաց լինել։ Շատ լավ հարց է։ Դավարի։ Կարծում եմ, որ նորմալ է, որ պահպանողական են դառնում տարիքի հետ, Կոնֆուցիոսը մի հատ լավ խոսք ունի, ասում է, եթե դու 18 տարեկանում ռադիկալ չես, ուրեմն դու դավաճան ես, իսկ 30-ում եթե պահպանողական չես, ուրեմն հիմար ես։ Տարիքի հետ մարդիկ ավելի պահպանողական են դառնում։ Հա։ Նամ նորմալ է։ Հասցրեց ասել։ Հարց։ Իսկ դուք ինչու եք վախենում պահպանողականությունից։ Ինչի՞ ես որոշել, որ իրանք վախենում են պահպանողականությունից։ Իսկ ինչի՞ մտածի, որ ես խելացի հարց պիտի տայի առաջի անգամից։ Լավ, օքեյ։ Ահա։ Կարո՞ղ եմ вообще լրիվ կոնտեքստից դուրս նա էլի մոտիվացիայի թեմային վերադարձնեմ հարցով։ Իհարկե։ Ահա, լավ։ Բայց քո կոնտեքստի մեջ Կոնֆուցին շարունակի, էլի։ Կոնֆուցիոսին պիտի շարունակեմ։ Չեմ ասում ուրիշ բան ցիտես, ուղղակի ոնց որ թեմայի մեջ լինի, էլի քո ասածը։ Իսկ ինչպես մեծանալով հանդերձ վերադարձնել երիտասարդ տարիների մոտիվացիան եւ ձգտումները։ Շատ լավ հարց է։ Համեցեք։ Կարծում եմ երիտասարդ մնալու հիմնական աղբյուրը լինելու է միշտ էներգիայով ու արևով մնալը, իսկ այդ չի սպառվում, կարծում եմ, երբ որ ցանկություն է լինում։ Կարևորը ցանկությունը չսպառելն է։ Հարց։ Հարց չի մտածել։ Ոնց անես, որ այդ ցանկությունը չսպառվի։ Ոնց պահենք դրականն ու այն ամենամեծ էներգիան, որը մեզ մոտ ամենաարժեքավորն է։ Ոնց անենք, որ չսպառվի դա։ Ում տամ։ Արի։ Դու ճիշտ մարդ ես այս հարցին պատասխանելու համար։ Շնորհակալություն։ Բարև բոլորին, շատ լավ հարցեր, իմ կարծիքով գտնել մոտիվացիայի աղբյուր։ Ու ստեյից հարցս բխում է ինչքանով է կարևոր ինքնամոտիվացիան։ Ինքնամոտիվացիայի դերը այսօրվա աշխատաշուկայում։ Որն է ինքնամոտիվացիայի դերը այսօրվա աշխատաշուկայում։ Են իմ ասած էներգիան էլի, որ տալիս ես։ Ինքնամոտիվացիայի դերը այսօրվա աշխատաշուկայում։ Ինքնամոտիվացիան իմ կարծիքով ամենակարևորն է այստեղ եւ դրա բանաձևը գտնել կյանքի քո իմաստը, հասկանալ աշխատանքի այս պահի կետը տվյալ քո միսիայի մեջ որտեղում է գտնվում։ Արդյոք մոտենում ես, թե հակառակը լրիվ ուրիշ ուղղությամբ ես գնում։ Հարց։ Ինչ խորհուրդ կտաք ամեն անհատի իր դերը կյանքի իմաստը եւ շատ բարդ հարց է, բայց դերը գտնելու հարցում։ Ոնց գտնի։ Այո, ոնց գտնել։ Հա, այս ոնց որ իմ թեման է, բայց ավելավատ չպատասխանեմ։ Դուք չեք խոսացել, եկեք։ Ես իմ փորձից ելնելով չվախենալ նորը փորձելուց, հետ չկանգնել ու չկարծրացնել ինքդ քեզ։
Հարց։ Հարց։ Ինչպես է հնարավոր պահպանել աշխատակիցների մոտիվացիան, երբ կազմակերպությունը գտնվում է շատ մեծ գլոբալ փոփոխությունների մեջ, այսինքն օպտիմիզացիա, կրճատումներ եւ կարող է անկայունության զգացողություն առաջանալ աշխատակիցների մոտ։ Առնել change management-ի training։ Ես կպատասխանեմ ասեմ։ Առաջին հերթին շատ կարևոր է, որ աշխատակիցները տեղեկանան այն խնդրի մասին, ինչը որ տեղի է ունենում կազմակերպության մեջ։ Վերջակետ։ Արդյոք էլի կար, բայց արդյոք ճիշտ եք համարում, երբ խնդիրը բարձրաձայնվում է աշխատակիցների մոտ։ Այսինքն իրական խնդիրը, որի հետ առնչվում է կազմակերպությունը։ Այնտեղ ինչ որ մեկը ձեռ էր փորձում բարձրացնել, հետո իջացրեց 1 2 3 նուշիկ։ Ցանկացած խնդրի անկայունության դեպքում պետք է լինել ազատ, բաց, թափանցիկ հնարավորինս, որովհետև դա ամրապնդում է աշխատողների մոտ ապահովության, անվտանգության զգացողությունը եւ զերծապահում բամբասանքներից եւ ենթադրություններից։ Հարց աստեղ պետք շատ կարևոր։ Ով ունի այլ կարծիք։ Այդ հարցը տամ։ Չէ, կարող ես քո հարցը տաս, բայց ես այդ կտայի, այդ հարցը կտայի։ Որտեվ ինքն էս դուլա։ Ինչը կարող է խաթարել աշխատողի մոտ անվտանգության ու ապահովության զգացումը։ Շատ լավ հարց է։ Ինչը կարող է, այսինքն մարդ կա։ Ես ուղղակի անընդհատ նույն ձեռներն են, համեցեք, հա։ Ինչը կարող է խաթարել ընկերությունում աշխատակիցների անվտանգության եւ ապահովության զգացումը։ Ինձ թվում է վերջնակետի լղոզված լինելը, նպատակ չտեսնելու եւ ուղղություն չունենալու բացակայությունը։ Եվ եկեք Սյուժեն հարցը տանք, ով է հակառակը կարծում, արդյոք պետք է չբարձրաձայնել խնդիրները առկա ընկերությունում, ճիշտ եմ, չէ՞։ Ճիշտ հիշեցի։ Արդյոք ասել, որ վատ է վիճակը, փող չկա աշխատողին ճիշտ է։ Կարծում եմ, որ եթե տենց լրիվ բաց լինենք ու պատմենք այն ամենը, որ օրինակ, չգիտեմ, ընկերությունը կարող է ֆինանսական խնդիրներ ունի, կարող է մենք մի կես staff-ին lay-off անենք, այդ կբերի հենց այդ պանիկայի ու անվստահ զգալու, հայերենը մոռացել եմ, անվստահության զգացումը, այնպես որ ինձ թվում է ավելի դոզավորված, իհարկե պետք է տալ ինֆորմացիան, բայց նայած որ մասային է տալիս, ավելի չափավորված։ Հարց։ Այսքան խոսեցինք ոնց որ բոլորին մոտիվացնելուց, բա մենք մեզ ոնց մոտիվացնենք, հենց ինքներս մեզ, ամեն մեկս մեզ։ Հա, էլի։ Մենք էլ ենք։ HR-ներ ոնց մեզ մոտիվացնենք։ Աշխատում է Դավիթ։ Իտալիայի Տոմս էլ։ Ով ասեց, թող գա։ Արի դե։ Դիմել հոգեբանի, որովհետև հոգեբան այդ ժամանակ կարող ենք խոսել հոգեբանի հետ առկա ու մեզ հուզող խնդիրների մասին, լավ օգնում է։ Լավ։ Հարց։ Դիմել եք արդյոք հոգեբանի։ Չէ, այդ այո կամ ոչ է, այդ այո կամ ոչ է։ Բայց դա էլ է այո ոչ։ Հա, ինչպես, հա, շատ լավ հարց է։ Պահինա, որ պետք է դիմել։ Այո, որ պահինա պետք դիմել հոգեբանի ու արդյոք պատրաստ եք դիմեք հոգեբանի։ Որ պահինա պետք դիմել, ինչ կոնտեքստ պետք է լինի, որպեսզի իրոք դիմես հոգեբանի։ Եկեք տղամարդուն հարցնենք։ Իրական հոգեբանություն շատ եմ սիրում, քան HR։ Ես էլ մեր մեջ ասած։ Հա, հոգեբանություն ինչպես հասկանալ, որ պետք է դիմել հոգեբանի։ Պետք է ճիշտ ճանապարհը իմանալ, այսինքն գոնե տեսնել մի նախադասություն։ Պետք է տեսնել գոնե մեկ ճանապարհ, որը մարդուն ուղղորդում է դեպի հոգեբանի։ Սկզբից մինչև վերջ։ Օրինակ մեր բան չհասկացա, ճիշտն ասած, ես խելոք աղջիկ եմ։ Դա գոնե մեկ ճանապարհ։ Ինչպես պետք է դիմել հոգեբանին։ Այսինքն նայեք, օրինակ կոնտակտի մասին է խոսքը, ճանապարհ։ Հիմա հայկական ավանդության մեջ Հայաստանի
մարդիկ ծանոթով են գնում հոկեբանի մոտ, շատերը ռեկլամով են գնում, բայց օրինակ մշակույթ չկա, որ ինքը կարող է 50 հոկեբանների հետ, ռուսերենում կոչվում է ազնագամիցիլնե կոնսուլտացիա։ Երբ որ դու գտնում ես քո մարդուն, ով որ կարող է կպնի քո, այսինքն եթե գտար համապատասխան հոկեբան, այսինքն փնտրիր քո հոկեբանին, ճիշտ եմ հասկանում։ Փնտրիր եւ գտիր քո հոկեբանին, հարց աուդիտորիային։ Հա, այո, հա։ Կամ ձրի ընկեր գտի, որը որ հոկեբան է։ Հարց կատենց բան, հա։ Հարց։ Ինչպես ընտրել HR միջավայր, սկսնակ HR-ի համար, որպեսզի մոտիվացիան քո մոտ աճի, ոչ թե նվազի։ Ինչի վրա երևի պետք է ուշադրություն, հա, դարձնել ընտրելուց։ Ստրատեգիան կարող է ամբողջությամբ ասել, ինչպես գտնել HR միջավայր, սկսնակ HR-ի համար, որպեսզի քո մոտիվացիան այնտեղ աճի, ոչ թե նվազի, այսինքն տոքսիկ չլինի կոնկուրենցիայի պատճառով։ Լիքը օրինակներ կամ ասեմ։ Հասկացա, շատ լավ։ Պատասխանում էիր դու։ Արի։ Մի փոքր դիշեղվեմ երևի հարցից, որտեղ մի փոքր ուրիշ ձև եմ հասկացել, սկսնակ մասնագետը ինքնուրույն չի կարող հասկանալ ուր անգնելու, դրա համար կարևորվում է նախ առաջնորդի դերը, թե դու ում հետ ես աշխատելու, քո բաժնի ղեկավարով է լինելու, որտեղ հիմնական բոլոր հմտությունները այդտեղից են գալիս ու քո մեջ նստում։ Վերջակետ։ Ահա, հարց։ Մի հատ ուզում եմ հետ գնանք, էլի, ամեն առաջին հարցս ո՞րն էր։ Ո՞րն է մոտիվացիայի այսօրվա բանաձևը։ Չտրտնջալը, չափսոսելը եւ տրամադրել բավական ժամանակ։ Հարց աուդիտորիային։ Ինչքանով է ընկերության մթնոլորտը, տիրող մթնոլորտը ազդում յուրաքանչյուր աշխատողի վրա, ասես։ Դե շատ, հա։ Ուրիշ հարց տուր։ Սա ոսե գիտենք, որ շատ է ազդում։ Շատ։ Լավ, ինչքանով է հոսունությունը գալիս բաժնի ղեկավարից կամ տնօրինությունից։ Աննա, նստի, քեզ հետո կասեն, ով է ուզում պատասխանի։ Արի։ Կարծում եմ, որ հոսունությունը հաստատ կախված է եւ ղեկավարից եւ տնօրենից, բայց HR-ի գործը դերը շատ կարեւոր է եւ որքան էլ դժվար լինի HR-ը պիտի առաջինը կարողանա դա, այսպես ասած, սահմանափակի եւ այդ մոտիվացիաների տարբեր մեթոդների մոտիվացիայի միջոցով կանխի։ Հարց, ինչ գործիքներ եք կիրառում ձեր ընկերություններում մոտիվացիան բարձրացնելու եւ պահելու համար։ Այնտեղ ձեր կա, ինչ գործիքներ եք կիրառում։ Մոտիվացնելու միայն չենք շեշտը դնում աշխատավարձի բարձրացման, պարգևատրումների հիման վրա, որովհետև դա ընդհանրապես միայն իրավիճակի լուծում է, բայց շատ կարճ ժամանակահատվածում կարա մոտիվացիան կորի։ Մոտիվացիայի հիմնական առաջ խաղացումներ, հա, վերապատրաստումներ, զարգացումներ, որտեղ մարդը կարող է նաև տեսնել իր հետագա կարիերայի աճը։ Վերապատրաստում, զարգացում, շատ լավ հարց։ Հարց աուդիտորիան ես կցանկանայի հասկանալ կա արդյոք տարբերություն պետական եւ մասնավոր կառույցների մոտիվացիաների մեջ եւ որոնք են այդ տարբերությունները։ Դավիթը գիտի պատասխանը։ Թե պետական թե մասնավոր ոլորտներում մարդուն մոտիվացնելու համար մենք այդտեղ բանաձևեր ենք, բաներ ենք ասում, բայց պարզապես պետքա մարդուն լսել։ Եթե դուք համակարգեր դնեք, որոնք փորձեն բոլորին կատեգորիաների բաժանել, իրականում այդ կատեգորիաները բոլոր խաբուսիկ են։ Ցանկացած մարդու մոտիվացնելու համար պետքա պարզապես մի պահ ուշադիր լսեք ինքը ինչա ուզում, տողատակով, ուղիղ կամ այլ կերպով լսեք։ Հարց։ Իսկ ինչպես եք դուք զարգացնում ձեր ակտիվ լսողությունը։ Ակտիվ լսելու կարողությունը։ Ինչ որ մեկը ուզում է այս հարցին պատասխանել։ Կարամ հարցը փոխեմ ի դեպ։ Այնտեղ մեկը ձեռա բարձրացրե, խնդրեմ, համեցեք։ Ինչի ձեռք բարձրացրեցի, որովհետև
7 տարի 7 տարի սովորել եմ հոգեբանություն ու շատ ծանոթ եմ ակտիվ լսողությանը։ Ոնց զարգացնել։ Օրինակ, եթե դիմացինին ուզում եք ցույց տաք, որ դուք իրեն լսում եք, կարող եք օրինակ կրկնել վերջին բառը, որ recap անեք։ Կամ օրինակ ասեք, որ ես ճիշտ հասկացա ու շարունակեք այդ միտքը ավելի ինչ որ կարճ ձևով։ Վերջակետ։ Հարցը ոնց ինքն մոտիվացվել, եթե տեսնում ես քեզ չեն լսում։ Բանը մեզ մոտ հոգեբանական սեանս է դառնում կամած, հա։ Բանաձևի փնտրտուկը դառնում է հոգեբանական սեանս։ Ես կարող եմ ասել։ Թքած ունենալու մեծ արվեստը։ Լավ։ Իմ հարցը։ Ինչպես։ Ասեց։ Թքած ունենալ։ Բայց ես իմ բանաձևը ասեցի։ Լավ, ուրիշ հարց ունեք աուդիտորիային։ Չէ, շնորհակալ եմ։ Եկեք ես ոնց որ քանի որ սա առաջին փորձն էր, եկեք ես փորձեմ ամփոփել, հա, որովհետև սկսեցինք բանաձևից ու կարծես թե ինչպես տեսակ լիքը բաներ բացվեցին, որը որ ամեն մեկը իր հոգու ճիճն էր ասում, ինչը որ շատ գեղեցիկ է իմ համար իրականում, որովհետև այս բազմազանության մեջ բարձրացվեցին ինչ-որ հարցեր, որոնք հուզում են մեզ բոլորիս, հա, ու ամեն մեկի հետ ես ոնց որ ուզում էի պատասխանեի, բայց ինձ համար բավականին դժվար էր, հա, ինձ զսպելը։ Չգիտեմ ինչքանով էր դա զգացվում, բայց ես իմ դերի մեջ էի։ Հա, զգացվում էր, որ ուզում էի պատասխանել, հակաճառել եւ այլն, բայց ոնց որ իրականում սրտից էր ամեն ինչ։ Մենք խոսացինք ինքնաարտահայտումից, մենք խոսեցինք ճիշտ էներգիայի փոխանակման մասին, որ պրոբլեմը ոգեշնչում է, որ սպորտը դիսցիպլինա թե մոտիվացիա, բայց երևի երկուսն էլ մեկի մեջ է եւ երկուսն էլ մեկ մարդու մեջ կարող է լինել։ Դեմոտիվացիա ընդհանրապես կա թե ոչ, արդյոք դա մոտիվացիայի հակառակն է, թե ուղղակի առանձին ինչ որ առարկա է, գտնել քո սերը բանաձևի մասին, պարզ բաց եւ ազատ շփման մասին, որը նաեւ կարող է HR-ը իրեն թույլ տալ այդպիսին լինել, սրտի բանալին գտնելու մասին, ազնվության, վստահության, տարբեր սերունդների հետ աշխատելու եւ 60+ մարդկանց երջանիկ գործի գալու մասին, ինքնամոտիվացիայի մասին, կյանքի իմաստը փնտրելու մասին, միսիան գտնելու մասին, նորը փնտրելու մասին եւ չափսոսալը, տրամադրելը եւ իրականում անել այն ինչ որ սիրում ես դրա մասին, տնօրեն ղեկավար կապը մարդկանց հոսունության հետ դրա մասին, պետական մասնավոր սեկտորի տարբերության մասին եւ ամենակարևորը որ մոտս սենց մնաց կարմիր գծով, որ մարդուն լսել է պետք պարզապես ժողովուրդ։ Շնորհակալ եմ, ինձ հետաքրքիր էր, չգիտեմ ձեզ ոնց, բայց ոնց որ